Բարև ձեզ, մենք արդեն ծանոթ ենք այս վարչախմբի շինցու քրեական գործերի ինստիտուտի արդեն ամրեցված կարգին, այսինքն նրանք նոր շինցու գործեր են հարուցում, մարդիկ են ձերբակալում ու հանրությանը փորձում են ցույց տալ, թե իբր ինչ-որ կոռուպցիոն սխեմաներ են բացահայտում եւ այլն։ Մենք այսօր շատ ենք խոսել եւ այսօր եւս ուզում եմ վերահաստատեմ, որ Ես հնարավոր չի վախեցնել, ուղղակի Նիկոլ Փաշինյանը հասկանում է իր մոտալուտ քաղաքական կործանման գործընթացը տեսանելի է հանրության համար եւ այդ գիտակցումը Նիկոլ Փաշինյանի իր իշխանության կորսման այսօր բերում է այս նոր ջղաձգումներին, այդ ջղաձգումների կոնտեքստում ուզում եմ հիշեցնել նաեւ Աննա Հակոբյանի այդ ոչ տիկնոջը կամ առհասարակ քաղաքական գործչին ոչ հարիր լեքսիկոնը, որ ժողովրդին ոչ իլ սրի կատականք կամ նմանատիպ խոսքերով է անվանում, մենք այստեղ ենք ասելու, որ մենք ցույց ենք տվել, որ մեզ հնարավոր չի վախեցնել եւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը անցել է այնպիսի քաղաքական գործընթացների մեջով, ռազմական գործընթացների մեջով, հաղթելով Հեյդար Ալիևին, Իլհամ Ալիևին, մենք կարող ենք փաստել եւ այստեղ ենք ասելով, որ մեզ հնարավոր չի վախեցնել եւ այսօր հանրության մոտ Նիկոլ Փաշինյանը բացահայտված է, այս շինցու ինչ որ մարդկանց գնում են, համոզում են, որ ցուցմունք տան, այդ ցուցմունքի հետևից են գնում, միայն նրա համար, որ ցույց տան, որ ինչ որ գործ կա, բայց այս գործը նորից եմ կրկնում, շինցու քրեական գործ է եւ հանրության համար արդեն բացահայտված է։ Նիկոլ Փաշինյանը իր կեղծ քաղաքականությամբ կարողանում է միայն Հայաստանի ներսում այդպես առյուծի կերպարով հանդես գալ, մենք տեսնում ենք ինչպես են նրան միջազգային գործընկերները դիմավորում, մասնավորապես Էրդողանը եւ Ալիևը մատով են թափ տալի եւ այլ գործընկերներին անձրևանոց բռնող է դարել միջազգային ասպարեզում եւ այս է նրա խնդիրը, որ հաղթանակած նախագահներին փորձում է այդ նախագահի ինստիտուտը առհասարակ քանդի ասելով, որ մենք չենք ունեցել հաղթանակներ, մենք չենք ունեցել եռատոն, մենք այս կոռումպացված հասարակություն ենք ունեցել 7 տարի է իշխանության են, 7 տարի է մարդկանց խաբում են, որ ինչ որ քրեական գործեր հարուցելով ինչ որ բաներ են հետ բերում եւ վարչական բոլոր լծակներն է իրանց ձեռքում եւ իրավապահներն են իրանց ձեռքում թող ինչ որ մեկն ու մեկի վրա քրեական գործ հարուցեին եւ ցույց տային այդ գողացված գումարները, որոնց մասին նրանք խոսում են։ Գողերը եւ թալանչիները Նիկոլ Փաշինյաններն են, կոռուպցիոներները Նիկոլ Փաշինյաններն են, ովքեր գողացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ոչ միայն գումարները այդ 7 միլիարդ դոլարի կոնտեքստում, այլ նաեւ գողացել են նրանց հույսը, արդարության եւ հայկական ապագայի տեսլականի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն է գողն ու թալանչին, որ գողացել է մեզանից Արցախը, գողացել է 11500 քառակուսի կիլոմետր հայկական հող, գողացել է 200 քառակուսի կիլոմետր հող Հայաստանի Հանրապետությունից եւ գողացել է 7 միլիարդ դոլար պետական բյուջեից, որի համար պետք է պատասխան տան Ավինյան Տիգրաններին մատաղի գարս արկելով չեն կարողանալու իրանք ժողովրդին խաբեն եւ այս քրեական գործերը շինցու դրա համար են, որպեսզի հանրությանը ցույց տան, որ ինչ որ նմանատիպ կոռուպցիոն սխեմաներ կան, բայց սա ժողովրդի համար նորից եմ ասում արդեն բացահայտված, մերկացված process է, որ Նիկոլ Փաշինյանը անում է։